քաղաքացիների ակտիվ մասնակցությունը դուք համարում եք, որ ՔՊ-ին հաջողվել է 21 թվականից ավելի շատ ընտրողներ ներգրավել։ Իմ ընկալմամբ այո, ու այստեղ շատ մեծ դեր է ունեցել նաև մեր շատ սիրելի ընդդիմությունը, առնվազն իմ համար դա տեսանելի է, որովհետև մեր քաղաքացիները հաշտ չեն այն մտքի հետ, որ իրենց երեխաների ապագան պետք է որոշվի ընտրակաշառքով կամ իրենց երեխաների ապագան պետք է որոշեն մարդիկ, ովքեր Հայաստան են գալիս 5 ժամով քվեարկում ու գնում։ Այս կարծում որ այդ ակտիվությունը բան Ալեքսանյան պայմանավորված է։ Չէ, ոչ միայն, ես սա էլ եմ նշում, բայց բնականաբար հիմնական թեման մեր քաղաքացիների մոբիլիզացման որպես այդպեսին եղել է խաղաղության օրակարգը։ Խաղաղությանը տեր կանգնելու եւ Հայաստանի Հանրապետության անկախությանը տեր կանգնելու մեր քաղաքացիների մոտեցումը որպես այդպես։ Պարոն Ալեքսանյան, իհարկե դուք էլ ասացիք, որ դեռ վաղ է ինչ-որ անանեն, բայց կարծես թե ինչ-որ նշմարվում է խորհրդարանական ուժերի ներկայացումը։ Եվ այնուամենայնիվ ես կարծում եմ շատ վաղ է դրա համար, որովհետև հատկապես այնտեղ անցողիկ տեղերի համար պայքարող ուժեր կան, իրենց դեպքում միջև վերջին ընտրատեղամասի վերջին քվեն առնվազն իրենց մասով ոչինչ բարձ չի լինելու։ Ես նկատի ունեմ այն ներկա պնակը, որը նշմարվում է, գրքի շատ նախնական, ինչպես եք պատկերացնում։ Դրա մասին էլի շատ վաղ է խոսել։ Դրա մասին դեռ շատ վաղ է խոսել։ Ու այս մասով կաշխատեմ գնահատականներ չտալ, սա ավելի շատ վաղվա խոսակցություն եք դուք հիմա բացում։ Ինչ-որ համագործակցության ամեն դեպքում եզրեր կարող է ընթացքում լինել այն ընդդիմադիրների հետ, գուցե անցնել։ Մենք Հայաստանի Հանրապետության խաղաղության, անկախության, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կարգերի պահպանման, ամրապնդման ու խորացման ուղղությամբ տանում ենք այն աշխատանքը, որը որ տանում ենք։ Ով ուզում է այս աշխատանքներին միանա ու օգնի, այս աշխատանքները մենք միայն ուրախ ենք, բայց այստեղ ուրիշ հարց կա, որ կան քաղաքական ուժեր, որոնք ուղղակի ասում եմ գենետիկ մակարդակով անհամատեղելի են այս իմ նշած արժեքների հետ, ու սա մեր խնդիրը չի։ Հազար ներողություն, բայց օրինակ չգիտեմ, տենց կուսակցության 70% ընտրակաշառքի վրա բռնված ուժը դժվար ժողովրդավարական ճանապարհի հարցում ինչ-որ տենց համագործակցության եզրեր գտնի մեր հետ։ Բայց դուք կգտնեք իրենց հետ։ Այդ եմ ասում, եթե գենետիկ դա նույնն է, ոնց որ ասեք, չգիտեմ, ինչ-որ երեխաների պաշտպանության ճակատ սարքել մանկապիղծների հետ, դա շատ դժվար բան է իմ կարծիքով։ Անհնար բան է կարծիքով։ Որ հրապարակել է, դե դատական վճռով չի ապացուցել։ Ինչու՞ եք միանգամից որոշել, որ այդ մարդիկ ամբողջովին ընտրակաշառքների վրա նստած քաղաքական ուժ են։ Որովհետև մարդ եմ, ունեմ ուղեղ եւ բանականություն։ Դա օգտագործելով հնարավոր է հասնել մտահանգումների։ Խորհուրդ եմ տալիս բոլորին։ CDF գերմանական հեռուստաընկերությունը Ռուսաստանի կար եւ նշանները եւ ինչ նշանները եկան։ Առնվազն տեսանելի էր Ռուսաստանում բնակվող որոշ անձանց կողմից շատ ակտիվ մասնակցություն ու ներգործության փորձ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների։ Մենք առնվազն տեսել ենք մամուլում մի շարք հրապարակումներ, այնտեղ Ռուսաստանում կազմված գործարարների, բիզնեսների ցուցակների մասին, որտեղ հավաքագրվել կամ շփվել էին տարատեսակ բիզնեսների աշխատողների հետ, անդադ տվյալներ են ստացվել, որ որոշ բիզնեսների աշխատողների վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի նրանք տեղափոխվեն Հայաստան քվեարկելու 1-2 օրով ու հետ վերադառնան Ռուսաստան։ Այստեղ առնվազն կարող ենք ասել, որ Ռուսաստանում որոշ անձինք առնվազն փորձել են ներգործություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների վրա։ Պարոն Ալեքսանյան, իսկ որևէ միջադեպերի խախտումների մասին նկատի ունեմ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից ստացել եք արդյոք ահազանգեր։ Դե առավոտից էլի մի 80 հոգի ընտրակաշառքի վրա բռնվեց, ես անկեղծ չգիտեմ, սա ֆանտաստիկա։ Կոնկրետ ընտրատեղամասերում քվեախցիկների ու Դե մի քանի դեպքի մասին լսել էինք, որ մեր քվեաթերթիկն էին փորձել դուրս հանել, սա ենթադրաբար այդ ընտրակաշառքի սխեմայի մաս է կազմել, որ մարդուն փողը տվել են ու պահանջել են, որ մեր քվեաթերթիկը 16 համարի քվեաթերթիկը դուրս հանի, մենք օրինակ շտաբից հորդորել էինք, որպեսզի բոլոր այդ դեպքերով ոստիկանություն կանչեն եւ այդ մարդկանց առնվազն մեր կարծիքով ընտրակաշառք վերցնելու կասկածանքով պետքա ձերբակալել, որտեղ մարդը հենց այնպես քվեաթերթիկ ինչի պետքա դուրս հանի, չգիտեմ։ Հակառակի պարագայում էլ էր ահազանգ եղել, որ ոչ թե ձեր քվեաթերթիկը, այլ
նման ահազանգ չեմ տեսել, բազմաթիվ խախտումներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները չեն եղել, ինչ-որ տարբեր ընտրատեղամասերում, ԱԺԲ-ին չի Չէ, եղել, տեղամասը կասեք, որ ասում եք տարբեր։ Չէ, որ հիշեք նոր ուրեմն այդ հարցը եթերով տվեք ես քան տեսանյութներ կա հրապարակված, որ նույնիսկ ասել են ինչպես 13-րդ համարը, այնպես էլ 8-ը չի մասնակցում ընտրություններին։ Ով է ասել։ Հանձնաժողովի անդամները։ Որ հանձնաժողովի անդամները։ Հիմա ես ընտրատեղամասի չեմ Հա, մի հատ ճշտեք։ Տեսեք, այդ ընտրակաշարների մասին իհարկե պետք է իրավական գործընթացով ավելի ստակ դառնապատկել, բայց ինչ է կարծում, այս ամեն ինչը արդյունքների վրա ազդեցություն ունեցավ, թե ամեն դեպքում դեմ կարծիքով առնվազն տեսանելի է, որ չէր կարող այդ ուժը այդքան ձայն հավաքել, ուղղակի ֆիզիկապես չէր կարող։ Հասկանում եք, երբ որ մարդու ինտելեկտուալ մակարդակը ասենք, լավ, հետո կխոսենք այդ որ այն քաղաքացիները, ովքեր ընտրել են ուժեղ Հայաստանի, նաև ընտրել են կաշառքի արդյունքում կամ հետևանքով։ Շոտ ջան, հատկելիս ախր ազատությունը իրանց ընտրակաշառքի դեպքերը չի լուսաբանում։ Հիմա եկեք այս հարցերը տալիս։ Դուք չեք լուսաբանել դա։ Լավ, հարցը հիմա Հա, ազատության սիրելի հեռուստադիտողներ, իմացած լինեք, որ ամիսից ավել 2 ամիս շարունակ երևի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար ձերբակալումներ է իրականացրել, գաղտնալսումներ է հրապարակել, որոնք ազատությունում իհարկե 99%-ով չեն հրապարակվել։ Իմ հարցը ինչ բանի մասին է։ Ինչի մասին է։ Ես հարցնում եմ, դուք կարծում եք, որ մարդիկ ընտրակաշառքի պատճառով են ընտրել Սամվել Կարապետյանին։ Ես կարծում եմ առնվազն մի մասը ընտրակաշառք վերցրածների ընտրել է։ Դա տենց բան է, լոգիկա է։ ու տարիների փորձով եկած բանա, որ վերցնում են, այնպես չի լինում, որ վերցնողների 0%-ն է ընտրում։ Այդպես համարյա չի լինում։ Հայաստանի պատմությունը դրա մասին է վկայում։ Պարոն Ալեքսանյան, այս պայմանությամբ ինչ տեղեկություններ ունեք շտաբանից, տեղամասերից։ Ինչ ունեմ, անկեղծ ասած, իմ Facebook-յան էջում դրված է։ Ինչ կա հրապարակում եմ, անխտիր, ինչ գալիս է մեր շտաբերից տեղերի հրապարակում եմ։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեն ըստ էության կդադարեցնի հետո ձայնագրությունը հրապարակումը ժամին 1-2 ձայնագրությունը։ Չէ, կարծեմ ընտրություններից հետո անգամ էլի հրապարակում են, այնպես որ եթե կան ընտրակաշառատուներ, որոնք դեռ ազատության մեջ են, ապա հույս չունենաք, չեք պլստալու։ Բայց վստահ սպասեք վերջնական արդյունքները։ Բայց ինչի համար։ Նկատի ունեք արդյունքներից է կախված հակակոռուպցիոն ընտրակաշառատուներին կբռնի, թե չէ։ Ես դες չեմ կարծում, ես կարծում ցանկացած արդյունք, ես կարծում, հա, ցանկացած արդյունքի պարագայում ընտրությունների հակակոռուպցիոնը պետք է շարունակի բռնել ընտրակաշառատուներին։ Առնվազն դա է Հայաստանի այն տեսլականը, որը որ ես ունեմ ու հույս ունեմ, որ դուք կիսում եք այդ տեսլականից։ Բայց ենթադրյալ չի, դրանք փաստացի ձայնագրություններ են։ Իմ հարցը ես ձևակերպեմ։ Լավ, ձևակերպեք։ Այդ ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունները, որ հրապարակվում են, հիմա եթե չգիտեմ նույնպես դասավորեն այս արդյունքները, որ դուք իշխանություն եք դառնում իրենք ընդդիմություն, դուք ինչ էլի այդ ֆոնին իրենք շարունակելու են ընդդիմություն լինել, ուզում եմ հասկանամ այս ժամում 2-3 ձայնագրություն հրապարակելու նպատակը ո՞րն է։ Բայց ես մարդիկ աշխատանք են կատարել, մարդիկ նաև կանխարգելիչ գործառույթներ ունեն իրancs վրա վերցրած, այդ հրապարակումը ինքնին ու ձերբակալությունների փաստի արձանագրումը հրապարակային ինքը նաև կանխարգելիչ գործառույթ ունի, որպես մարդիկ տեսնեն, որ այդ գործողությունների համար մարդիկ բռնվում են ու գնում են բանտ ու ռեալ երկար ժամանակ են, տարիներ են անցկացնելու բանտում։ Եվ ձեր հետ խորհրդարանում ընդդիմություն է։ Կներեք, մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ասենք Սերժ Սարգսյանը չի էլի, որ ինքն իր համար փորձի ընդդիմություն նշանակել։ Պարոն Ալեքսանյան, 12-ի 12 կոտրակ 13 ընտրատեղամասում։ Ուրախ եմ շատ։